ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ եվրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրը անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել, Հայաստան ասելով նա նկատի ունի մեր երկրի իշխանություններին, թե ժողովրդին։ Նա անշուշտ հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն իմ ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկիրը ուզում է օգնած լինել Հայաստանին։ Ամբողջ խնդիրը այն է, որ երրորդ աշխարհի երկրներին, ինչպիսին նաև մեզ են դիտում, Արևմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ ռետորական դատարկաբանություններին, Արևմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի և տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմները սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արևմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արևմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունը այն է սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։ Արևմուտքի մասին իմ դատողությունները նորություն կամ հայտնագործություն չեն։ Վերը նշված իրողություններին շատ ավելի հիմնավոր կերպով անդրադարձել են թե երրորդ աշխարհի երկրների հազարավոր ներկայացուցիչներ, թե նաև եվրոպացի ու ամերիկացի բազմաթիվ անաչառ քաղաքագետներ, պատմաբաններ և քաղաքական գործիչներ։ Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արևմուտքի մասին, ես իմ առջև ոչ թե նրան դատապարտելու կամ խրատներ տալու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել։ Այն է, առաջին, որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արևմուտքի արդարամտության հետ կապված սին պատրանքները։ Երկրորդ, որ Արևմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք։ Եվ երրորդ, որ Արևմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արևմտյան կամ համամարտկային արժեքների վրա, ժողովրդավարության, ազատության, ազատ շուկայի և այլն, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։ Ուստի ես ձեզ կառաջարկեի ոչ ակնկալիքներ ունենալ, ոչ էլ նեղանալ Արևմուտքից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, և նույնիսկ հումորով վերաբերվել դրան։ Մխիթարվենք թերևս այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եվրոպայում, քան Հայաստանում։